Ես չասեմ քաղաքական դրդապատճառների մասին, բայց ասեմ այն մասին, որ դեպքեր կան, երբ առնվազն տպավորություն է ձևավորվում, որ մենք կարող ենք գործ ունենալ հայեցողական արդարադատության տարրերի հետ, այսինքն խոսքն այն մասին չէ, որ օրինակ կոնկրետ այս անձը չի կատարել հակաիրավական արարք, բնավ, դեպքերի մեծ մասում ավելին ասեմ, երբ օրինակ մենք բարձրաձայնում ենք օրինակ ազատազրկման հետ կապված խնդիրներ կամ անձի իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ, շատ դեպքերում անձը իրոք կատարել է նաև հակաիրավական արարք։ Հիմա խոսքը անձի կողմից արարք կատարելու մասին չէ, բայց խոսքն այն մասին է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ տեսնում ես, որ օրինակ համանման վարքագիծ դրսևորում են բազմաթիվ այլ մարդիկ, բայց օրինակ, այդ վարքագծի համար պատասխանատվություն է կրում միայն մեկը։ Եվ այստեղ բնականաբար ես հիմա չեմ ուզում խոսել, որ փորձում են համապատասխան մարմինները օրինակ դիտավորությամբ միայն այս մարդուն պատասխանատվության ենթարկել, բայց ռեալ առնվազն հանրային ընկալումների տեսանկյունից տպավորություն է ձևավորվում, որ կա ընտրովիություն, կա հայեցողական արդարադատության տար, որից մենք պետք է իրապես խուսափենք, կամ բոլորը ենթարկվեն պատասխանատվության, կամ չենթարկվեն